Երգիչ Կարեն Ասլանյանը երեկվանից իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հիվանդանոցից հրապարակումներ է անում։ Թե ինչի հետ է կապված այս պահին նրա հիվանդանոցում լինելը երգիչը դեռ չի հայտնել։ Սակայն վերջերս Կարեն Ասլանյանն իր էջում հրապարակած հոլովակում անկեղծորեն խոսել էր կամքի ուժի թուլացման, ավելորդ քաշի խնդրի մասին եւ նշել, որ ցանկանում է լուրջ փոփոխություն անել։ Այս հանգամանքից ելնելով Star News-ը ենթադրում է, որ երգիչը հնարավոր է նիհարելու նպատակով բժշկական միջամտության է դիմել։ Սպասենք մինչև Կարեն Ասլանյանն ինքը կհերքի կամ կհաստատի այս տեղեկությունը։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել այն հոլովակը, որի մասին քիչ առաջ նշեցինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն մի խնդիր ունեմ, որը արդեն 2 տարի է ինձ հետ է, ուզում եմ քաշ գցեմ, ու ամեն անգամ երբ ես արդեն ընկնում եմ հունի մեջ, կամ ամանորա գալիս, կամ ամուսնանում եմ, կամ փոքրիկս է ծնվում, ուզում եմ ասեմ, այս անգամ 2 օրից 2 օր էլ մի քիչ թեթև լինեմ, այսինքն ազատ գրաֆիկով սննդակարգի, վլադիետել էի խոսում, բոլորիդ խոսում եմ, շփվում եմ, ասում են ախպերս փոշում, սենց, բայց միակ տարբերակը քաշից ազատվելու, միակ տարբերակը նպատակին հասնելու դա դեպի նպատակը գնալն է, այսինքն եթե դու գնում ես դեպի նպատակը առանց խոչընդոտի, առանց վարանելու, առանց մտածելու, որ չի ստացվի, չկա բան այս կյանքում, որ չի ստացվի, պետք է հավատաք ձեր ուժերին։ Ես ձեզ եմ խոստանում այսօր, այսինքն Հարությանը, ինձ թվում է մինիմում 30,000 մարդան եմ ստաբիլ, ու ես վստահ եմ, որ դուք ընդամենը մի քանի ամսից կտեսնեք լրիվ ուրիշ Կարենի։ Կարեն Ասլանյանը վերջերս հյուրընկալվել էր Ամալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդման սերշարքին, որտեղ էլ Ամալիայի հարցին ընտրությունը մտքով թե սրտով էր, երգիչը պատասխանեց. Ինձ համար շատ կարևոր է իմ ընտրած մարդու բարոյականությունը, ապրածը, անցած ճանապարհը, դաստիարակությունը, հայ կնոջ տեսակը այստեղ երկուսն էլ կար, թե մտքով, թե սրտով, որովհետև ես շատ խանդոտ տղամարդ եմ։ Աննան փակ, խաղաղ, հանգիստ մարդ է եւ ինձ բալանսի է բերում։ Կար մի շրջան, որ բարդ էր, հիմա փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է։ Թե ինչի էինք որոշել գաղտնի պահել, որովհետև երջանկությունը լռություն է սիրում։ Ես շատ եմ փոխվել, ես լիքը պրինցիպներ թողել եմ մի կողմ, ինքը կրակի վրա բենզին չի լցնում, ինքը կարող է հանդարտեցնել։ Երբ սկսեցի կարդալ Աստվածաշունչ, իմ կյանքը փոխվեց, ուղղակի Աստվածաշունչ, հայ առաքելական եկեղեցու։ Իմ մատներին գոյացություններ, գործնուկներ կային, որտեղ գնացել էի, հեռացրել էին, նորից գոյացել էր, ոչինչ չէր օգնում։ Աղոթքով 3-րդ օրը քնից արթնացա չկար։ Միշտ փողոցի մարդ եմ եղել եւ սիրել եմ այդ կյանքը, հիմա էլ, բայց հիմա գիտակցում եմ ինչ անել, ինչ չանել։ Ես կորցրել էի իմ կամքը, մտածում էի փառքն իմն է։ Չարություններ էի անում, խաղատներ բան, մի խոսքով այդ կյանքի մեջ էլ եմ եղել մի շրջան ու հասկանում էի կամքս թուլացել է։ Գիտակցում էի, որ սխալ է, բայց ինձ դուր էր գալիս։ Հետաքրքիր է, գունավոր է, սիրուն է, այդ էմոցիաները, այդ ադրենալինը, որը ոչ մի տեղ չկար։ Ես հավաքվեցի եւ ասեցի վերջ։ Խոսք եղավ երգչի նախկին հարաբերություններից։ Մեկ անգամ է եղել, որ հայտարարել եմ ընկերուհի ունեմ։ Դա եղել է այն ժամանակ, երբ 20 տարեկան էի։ Ես հասկացա, որ անձնականդ պետք է փակ մնա։ Այժմ ցանկանում ենք ներկայացնել Կարեն Ասլանյանի հարսանեկան արարողությունից կադրեր առանց մեկնաբանության։ Մենք բոլորով հավաքվել ենք այսօր Հայաստանից դուրս նշելու ձեր հարսանյաց տոնը, լսելու այս ուրախությունը, թողնում միշտ երջանիկ լինեք ու միշտ ուրախ, որ այսօր եք։ Աստված օրհնի ձեզ ու այսօրը ձեր ուրախությունը։ Bravo.
Մենք Կիպրոսում ենք ու այսօր ամուսնացնում ենք մեր Կարեն Ասլանյանին։ Կարեն, ինչ զգացողություններ ունես։ Զգացողությունները հիանալի են, հատկապես երբ ինձ հետ իմ մտերիմներն են։ Իհարկե, այն մտերիմները, ովքեր ինձ հետ այս պահին չեն, մենք հարսանիք ոչ միայն Կիպրոսում ենք անում, այլ նաև Հայաստանում ենք անելու, դուք հրավիրված եք լինելու, նախորդ ասում որ չնեղանան։ Սենց տարբերվող բան մտածեցինք ու գժական օր է սպասվելու մեզ։ Ինչպես հասկանում եք, էքսկլյուզիվը լինելու է Live Room-ի շրջանակում, բայց մինչև այդ ինչպես Աննան քեզ հասցրեց մինչև եկեղեցու դուռ։ Ինձ թվում է Աստծո կամոք, որովհետև մեր ամբողջ ծանոթությունը ու ամեն ինչ կախված էր հենց Աստծուց։ Ես շատ ուրախ եմ ձեզ համար ու երջանկություն եմ ցանկանում։ Եվ մինչև ողջ համացանցը ողողված էր հարսանիքից կադրերով, զույգը վերադարձել էր հայրենիք։ Կարեն Ասլանյանը ցույց էր տվել, թե տանը իրենց ինչպես են դիմավորել։ Նախ նրանք մինչև տուն մտնելը կոտրել են ափսեներ, ապա հարազատներին տեսնելուց հետո Կարենը ցույց էր տվել նաև իրենց վարդի թերթերով զարդարված ննջասենյակը։ Ոնց է տրամադրությունը ախպերս։ Դուք դի ասես դու ես եկել։ Որ Երևանում եմ բոմբա։ Բոմբա։ Ժողովուրդ ոնց եք։ Ասի, ոսկե կան եղբայր չես անցնում։ Անակնկալ են արել մեր համար, չգիտենք, առաջին վարքին։ Օ պատկերացնում ես դու ափսեները ջարդեք որ տուն մտնենք։ Բարև, մերսի, մերսի։ Առաջինը ես պետք է ջարդեմ, չէ։ Դավայ Աննա։ Ջարդ։ Давай. Այո։ Եվ արդեն տանենք։ Այս են թարք։ Օհո, անակնկալը շարունակվում, հա։ Յու։ Մենք բոլորով Կիպրոս ենք տենաս։ Հիա։ Օհո։ Ժողովուրդ տեսինք սենյակն, հա։ Ու այս են սիրուն զարդարել են գժական փուչիկները հան սիրուն, հա? Շատ բոմբ ստեղ ինչ-որ բան կար, օ, ստեղ են կա իսկ раздевальниум Այստեղ պրոստը շորերի տեղն է, շատ